պարոն Յանեսյան, միանգամից մի քանի հարց ձեզ ուղղեմ։ Առաջինը նշեցիք 100 միլիոնի մասին, այս մասով հաղորդում ներկայացրել եք թե ոչ։ Այնուհետև ասում եք, որ կան դեպքերը ահռելի են, բայց բացահայտումները շատ չեն, ինչով է սա պայմանավորված ըստ ձեզ։ Ձեզնից մեջբերում էլի նշել եք, որ Հայաստանում կան որոշակի ռուսաստանյան ինչ-որ կազմակերպություններում աշխատող մարդիկ, որոնց վրա հնարավոր միջամտություններ կան ու իրենք ինչ-որ ճնշումների են ենթարկվում, սա ինչի մասին է խոսքը, արդյոք նման դեպքերը շատ են, ու վերջում մի քանի հանգամանքներ կան, այս վերջին շրջանում անավանդ, արդյոք օրինակ կերակրող մայր լինելը կամ պատերազմի մասնակից լինելու նման այլ հանգամանքներ կարող են դառնալ պատճառ քրեական հետապնդումներից ազատվելու համար, այսքանից։ Շնորհակալություն։ Գիտեք հետևելով որոշ հայտարարությունների կարող է տպավորություն ստեղծվել, որ կերակրող մայր լինելը քրեական հետապնդումը բացառող հանգամանք է, ոչ դա այդպես չի, իհարկե կերակրող մայր լինելը կարող է ուրեմն պետք է դիտարկվի խափանման միջոցի քննարկման ժամանակ, բայց որևիցե պարագայում քրեական հետապնդումը բացառող հանգամանք չէ։ Ինչ վերաբերվում է ռուսաստանյան կազմակերպություններին, ապա մենք նման ահազանգեր ունենք, մենք նման ահազանգեր ստացել ենք առնվազն ուրեմն Գազպրոմ Արմենիայի եւ 102-րդ ռազմակայանի հետ կապված, այդ ահազանգերը ստուգման փաստերի հավաքագրման փուլում են, ինչ վերաբերվում է եւ մենք նորից ուզում եմ նաեւ առիթը օգտագործել եւս մեկ անգամ ասել, որ ցանկացած մարդը որ մեզ փաստեր կփոխանցի ռուսական առհասարակ ցանկացած մարդը որ մեզ փաստեր կփոխանցի ընտրողի նկատմամբ ճնշումների, հանրահավաքի մասնակցելու պարտադրանքի, գործատուի կողմից այս կոնտեքստում ճնշումների կամ ընտրակաշառքի վերաբերյալ ոչ միայն իր գաղտնիությունն են երաշխավորում, մենք իրեն ապացուցողական նշանակության տեղեկությունների դիմաց 500 միլիոն դրամ կտանք։ Եվ իր անունը երբեք ոչ մեկ չի իմանա, նենց ոնց որ երբեք այդ 500 միլիոնը ինչ ֆոնդից եք տալու։ Դա մեր գործն է, բայց լրիվ օրինական ենք տալու, այդ 5 միլիոնի հարկերը վճարել են բնականաբար։ Եվ պետք է ասեմ, որ մենք մեր աղբյուրների գաղտնիությունը միշտ կարողացել ենք պահենք, մինչև այսօր, օրինակ Չարչյանի հետ կապված, կարծեմ դատավճիռը մտավ ուժի մեջ, ոչ մեկ չգիտի թե ով էր այն աշխատողը, որ Իզմիրլյան հիվանդանոցում ձայնագրել էր այդ խոսակցությունը։ Դա ոչ մեկ չիմացավ, 5 տարի անցավ, մարդը եթե ճիշտ եմ հիշում նույնիսկ դատարանը մեղավոր ճանաչվեց, ինչ որ ժամանակ բանտում անցկացրեց, ոչ ունենց որ այս առումով քաղաքացիներին հորդորում եմ մեզ դիմել եւ կարող ենք նաեւ վճարել եւ ինչ վերաբերվում է ֆինանսական ներհոսքերին, ապա մենք իրապահներին փոխանցում ենք այդ տեղեկությունները, որոնք որ կարծում ենք իրանց էլ է հետաքրքիր եւ իրանք կարող են դրա ուղղությամբ ինչ որ բան անել այդ դետալները փոխանցում ենք եւ իհարկե իրապահներին փոխանցում ենք նաեւ այնպիսի դետալներ, որոնք որ չեն հրապարակում կամ հրապարակում ենք ավելի ուշ։ Մենք փոխանցում ենք իրապահներին, որ իրանք իրենց օպերատիվ աշխատանք անեն, մենք հրապարակելով չխանգարենք։ Ինչու է պայմանավորված բացահայտումների փոքր քանակը։ Բացահայտումների փոքր քանակը կարող է պայմանավորված լինել իրավապահ մարմինների էֆեկտիվությամբ, կարող է պայմանավորված լինել նրանով։ Ի վերջո մենք խոսում ենք մարդկանց մասին, ովքեր գիտեն, որ հանցագործություն են կատարում որպես կանոն, եւ բնականաբար նաեւ գործողություններ են կատարում այդ հանցագործությունը քողարկելու ուղղությամբ։ Եվ իրավապահների գործը եկեք ոչ մեկից չթվա, որ դա շատ հեշտ է, բայց իմ կարծիքով կարող են նաեւ ավելին անել, բայց նորից ես չեմ ուզում ստեղ նաեւ իրավապահների կոպիտ ասած անմեղության կանխավարկած կասկածի տակ դնել են առումով, որ մինչև հունիսի 7-ը կարող է իրավապահները կամ նույնիսկ հունիսի 7-ից հետո կարող է իրավապահները էապես ավելի շատ բացահայտեն, էլի։ Կարող է այս ասուլիսից կես ժամ հետո բացահայտեն, մենք դա չգիտենք։ Ընդդիմադիրները ասում են, որ իրավական համակարգը ընտրովի է գործում եւ այս խախտանությունները, կանոնավորումները հիմնական հենց ընդդիմադիր գործիչների շրջանակներում իրականացվում, մենակ դուք նկատել եք ու ինչպես եք վերաբերում այդ արտահայտությանը։ Մենք չունենք արժանահավատ տեղեկություններ, որոնք որ կվկայեն նրա մասին, որ կուսակցություններ, որոնք որ
ընտրակաշարք են բաժանում, այդ կուսակցությունի նկատմամբ քրեադատավարական գործողություններ չեն իրականացվում։ Այսինքն չկա այնց կուսակցություն, որի մասով մենք արժանանալու տեղեկություն ունենք, որ այդ կուսակցությունը ընտրակաշարք է բաժանում եւ տեսնենք, որ նկատմամբ ոչ մի իրավական process չկա։ Շնորհակալություն պարոն Թադևոսյան, ձեզ հարցս ուղղում ինչ եք կարծում։ Բայց ներողություն դա չի նշանակում, որ Հայաստան դատավարական համակարգը իդեալականացավ։